Հետի ասում են Հայաստանում ձայների փոշիացում, ովքեր որ չեն հաղթահարում, այսպես ասած։ Հավասարաչափ ԿՀ-ն էս վերջերս դրանց վրա։ ԿՀ-ն էս վերջերս վիդեոեր հանե, ասում էր ձայների փոշիացում չկա, տենց հա տերմիններով այդպես չի, բայց փաստացի այսպես է ստացվում, երբ որ դու այդ ամբողջական բանը 600,000 1 միլիոն չես պահում կոպիտ ասած ծախսում ես 600,000 քո բաները, այդ նշանակում է որ այն 400,000-ը մի կողմ դրեցի։ Բաշխում է, այո, համամասնորեն, ու համամասնությունը գործում է ով որ շատ է հավաքել, ավելի շատ հաստատ անցողիկ հավաքածը ինքը ավելի շատ է ստանում տրամաբանորեն, էլի։ Այդ ձև է գործում։ Հիմա դրա համար է պայմանական, որ 21 թվականի ընտրություններին օրինակ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 53%, բայց ստացել էր սահմանադրական մեծամասնություն։ Ինքը 67% ստացել էր, որովհետև 20%-ից ավել ձայներ փոշիացել էին, ու ինքը ստացել էր դրա ամենամեծ կտորը, քանի որ ինքը 50-ից ավել էր հավաքել ու դառել էր այդպես սահմանադրական մեծամասնություն։